արցախցիների բռնի տեղահանումից հետո Հայաստանի կառավարությունը ամբողջությամբ իր վրա է վերցրել սոցիալական ամբողջ բեռը եւ մեկ ցուցիչի մասին կուզեմ ձեզ նշել, որ մինչ օրս բնակարանային ծրագրում 2000 ընտանիքների շեմը չի հաղթահարվել, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ այդ ծրագիրը չի աշխատում։ Ես դիտեցի տարվա վերջի կառավարության նիստը, երբ որ նորանշանակ նախարարը զեկուցում էր ինչպիսի ծրագրեր կան արցախցիների համար, անկեղծ ասած ոսկեղենիկ հայերենով այնպես էր նկարագրված, որ մի պահ ինքս զարմացա, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է մեր ժողովրդի վիճակը այսքան վատ։ Իրականում խնդիրն այն է, որ իրենք չեն համագործակցում Արցախի կառավարության հետ եւ տարբեր ծրագրեր կարելի ասել բաց թողնված վիճակում են հայտնվել։ Ընդ որում կարևոր եմ համարում, որ եւ վստահ եմ տեսնելով սոցիալական կայքերում ինչպեսի մեկնաբանություններ են լինում, մեր հայրենակիցները պետք է հասկանան եւ վստահ եմ հասկանում են, որ այսպիսի ծրագրով հնարավոր չէ ամբողջ արցախցիների սոցիալական խնդիրները լուծել։ Ինքս գիտակցել եմ, որ քննադատության արժանանալու եմ եւ պատրաստ եմ առողջ քննադատության, պատրաստ եմ ցանկացած ձևաչափով հանդիպել, քննարկել։ Կատարել ենք նման աշխատանք, հետագայում եւս այլ ծրագրեր ենք փորձելու կյանքի կոչենք։ Կարող եմ միայն շեշտել, որ ժամանակին արցախցիները դիմում էին ինձ, որ պետք է դիմել արցախցի գործարարներին, սա դարձել էր հանրային պահանջ, կարող եմ ասել, տասնյակ հանդիպումների ժամանակ արցախցիներ ինձ կոչ էին անում դիմել անձանց, ովքեր Արցախում առավել քան հայտնի էին։ Դիմել եմ Վիտալի Բալասանյանին, Արման Հակոբյանյանին, Բեկլարյան Բարսեղին, Հակոբ Հակոբյանին, Կամո Աղաջանյանի հետ չեմ կարողացել կապ հաստատել, կարծում եմ հետագայում այդ առիթը կունենամ։ Հանդիպել եմ Արտուր Աղաբեկյանի հետ, Կոմիտաս Կարապետյանի եւ շարունակելու ենք այս ցանկը, երկար կարելի է թվարկել, ամեն դեպքում եւս նշեմ անուններ, որ տասնյակ հանդիպումների ժամանակ լսել եմ արցախցիներից, խոսքը Արտուր Պետրոսյանի մասին է, Վարդան Բալայանի, Անդրանիկ Խաչատրյանի, Միքայել Աթայանի, Վազգեն Միքայելյանի, Արշավիր Ղարամանյանի, Մովսես Հակոբյանի, Իվան Ավանեսյանի եւ այս ցանկը կարելի է երկար թվարկել։ Արցախցիները դիմում են մեզ այն ակնկալիքով, որ այս մարդիկ կարող են իրենց օգնել եւ իմ խնդրանքս է որպես Արցախի պետական նախարար խնդրանքով կոչով դիմում եմ աջակցեն, պարտադիր չէ իհարկե բարեգործական հիմնադրամին նվիրատվություն կատարվի, կարող են նաև իրենք իրենց ձեռքով մեր հայրենակիցներին ուրեմն օգնել։